Բարև ձեզ, Լորի հեռուստաընկերության եթերում իրողությունն է։ Հյուրս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններում բարգավաճ Հայաստան կուսակցության Լոռու մարզային նախընտրական շտաբի քարոզչական խմբի ղեկավար Արմեն Այվազյանն է։ Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Նախ ինչու պետք է ընտրողը նախապատվություն այս անգամ եւս տա ԲՀԿ-ին։ Շնորհակալ եմ նախարարների համար եւ այս առիթը ընձեռնելու համար։ Ինչու պիտի տա, որովհետեւ բարգավաճ Հայաստան կուսակցությունը այն կուսակցությունն է, որը երբևիցե մեր հայրենակիցներին որևէ բան չի խոստացել եւ խաբել։ Ամենակարևորը ինչի, որովհետեւ քաղաքականության մեջ կարևոր է, երբ որ կուսակցությունը ներկայացնում է ծրագիր, որը իրատեսական է եւ որը մարդիկ իրականացնելու են հենց քաղաքացիների եւ մասնագետների միջոցով։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջարկ Հայաստանի ծրագիրը ուզում եմ տեղեկացնել, որ հավաքագրվել են խնդիրները քաղաքացիներից համապատասխան մասնագետների կողմից։ Առաջարկվել են լուծումները եւ այդ լուծումների հիման վրա արդեն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հիմնել է առաջարկ Հայաստանի ծրագիրը։ Այսինքն մենք լավ հասկանում ենք նաեւ այն խնդիրները, որոնք այսօր կա, ի տարբերություն իշխանության չենք ասում, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ հարթ է եւ մենք գնալով էլ հարավես խնդիր չունենք, հակառակը կան բազմաթիվ շատ լուրջ խնդիրներ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հավաքագրել այդ խնդիրները, առաջարկել լուծումները եւ ամենակարևորը լուծումները տալու է համապատասխան մասնագետների միջոցով, այլ ոչ թե այն մարդկանց, ովքեր իրենց շրջապատից են, ոնց հիմա են անում, ովքեր չեն տիրապետում տվյալ ոլորտին, պարզապես հայտնվել են այդ միջավայրում, այլ Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագիրը իրականացվում բացառապես մասնագիտական բարձր ունակություններ ունեցող եւ մարդկանց հետ շփումների արդյունքում հարցերին տիրապետող մարդկանց միջոցով։ Եվ ավելին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գրեթե միշտ է մասնակցել ընտրությունների, մեծամասամբ մասնակցել է, բայց երբեք իշխանություն չի ունեցել եւ այսինքն չի կարողացել լիարժեք իշխանություն ունենալ եւ կրել պատասխանատվություն։ Կարծում ենք այս անգամ լիարժեք իշխանություն տալու դեպքում մեր առաջարկ Հայաստանի ծրագիրը լուրջ հաջողություններ կբերի ոչ միայն Վանաձորին, այլ ամբողջ Հայաստանին եւ ընդհանրապես համայն հայությանը, որովհետեւ դա ծրագիր է համայն հայության մասին եւ համախմբման մասին։ Լավ, եթե վերցնենք Լոռու մարզը կամ եթե մասնավորեցնենք Վանաձոր համայնքում, ո՞րն եք համարում իշխանությունների ամենամեծ բաց թողումը։ Քանի որ ընտրությունները ազգային ժողովի են, ես ընդհանուր քաղաքական դիրքորոշումներ եմ ներկայացնում, բայց կոնկրետ ինչ վերաբերում է Վանաձորին, նույն բացթողումներն են, ինչ որ կա ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Առաջին հերթին ոչ կոմպետենտ մարդկանց նշանակել պաշտոնների, ովքեր չեն տիրապետում իրենց պաշտոնների բնույթը, իրենք չունեն համապատասխան ունակություններ եւ չեն կարողանում խնդրի լուծման ճիշտ ճանապարհները գտնել։ Այսօր մեր քաղաքացիների հետ քարոզարշավ անելու ժամանակ մենք տեսնում ենք, որ քաղաքացիները բազմաթիվ դժգոհություններ ունեն, որոնք փաստացի, երբ որ լսում ես մարդուն, օբյեկտիվ են։ Այսինքն բազմաթիվ խնդիրներ կան։ Կարող եմ սկսել ընդհանրապես բակային վիճակներից վերջացնել իրենց նույն առողջապահական համակարգի խնդիրներով, նույն սոցիալական բնագավառների խնդիրներով, հաշմանդամության կարգերի խնդիրներով, մեզ այնքան շատ է խնդիրներով դիմում, որ ես մի տեսակ նայում եմ եւ հասկանում եմ, որ ամեն ինչ ոչ թե լավ չէ, ամեն ինչ այ շատ վատ է։ Իսկ այն մարդիկ, ովքեր չեն տիրապետում, իրենք չեն կարողանա այդ խնդիրները լուծել։ Եվ ամենակարևոր երկրորդ բաղադրիչը, որ իշխանությունը շատ սխալ է անում եւ վատ է անում, անընդհատ ցույց է տալի, թե ամեն ինչ լավ է, 100,000-ից քաղաքում, եթե 3 հոգի իրենց գրգում համբուրում, իրենք դրանով բավարարվում են, կամ եթե 2 մարդ փողոցում մոտենում շնորհակալություն է հայտնում, դա մտածում են վերաբերում է բոլորին։ Իրականում մենք այսօր ունենք լուրջ քաղաքական նաեւ հանրապետական մակարդակի խնդիրներ, որը այսօր մարդիկ անորոշության մեջ են։ Մարդիկ բացի խաղաղության հարցը, որը իրենց համար անլուծելի է, դեռևս որևէ երաշխավորված խաղաղություն չկա, նաև կենցաղային բնույթի առօրյա բազմաթիվ խնդիրներ կան, որ եթե դրա կարիքը լինի, մենք առիթը ես օգտագործեմ եւ գոնե մեկ անգամ որևէ իշխանական պատասխանատու այնքան վստահություն ունենա, որ ինձ հետ գա բանավեճի, ես բազմաթիվ խնդիրներ կան, որ առաջարկել եմ նույնիսկ առաջարկող, կներկայացնեմ եւ կցանկանամ լսեմ իրենց պատասխանները։ Լավ, ձեր նշած խնդիրների, այդ թվում աշխատատեղերի, սոցիալական բազմաթիվ խնդիրների ճանապարհների հիմնական պատասխանատուն միայն իշխանությունն է։ Հիմնական պատասխանատուն իհարկե միայն իշխանությունն է, քանի որ իշխանությունն է այն միջավայրը ձևավորում, որի ժամանակ այդ խնդիրները լուծվում են, եւ իշխանությունը պարտավոր է չխանգարել այդ խնդիրների լուծմանը եւ ինքը իր որոշումներով այդ հարցերը լուծել։ Իհարկե իշխանություն, եթե իշխանությունը քայլերը անում է նրան, որ մեր քաղաքացիները
չեն կարողանում այդ խնդիրների լուծման ճանապարհներ գտնել, ուրիշ այլ կուսակցություններ ինչպես կարող են։ Իշխանությունը պետք է լուծի, իշխանությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի, այլ ոչ թե փորձի ընդհանրապես մարդկանց խաբելու միջոցով, որոշակի PR քայլեր կատարելով, որոշակի շոուներ կատարելով մարդկանց իրենց հավանության արժանանա։ Պարզ ընդհանրապես մեկ օրինակ ասեմ, ընդհանրապես մի քանի ամսվա հնությամբ, երբ տեղի էր ունենում Վանաձորի ավականոնիստը, բոլորն ասում էին ավականոնիստը կայացավ, վերջ բոլորի խնդիրները կլուծվի եւ այլևս ավականոնիստի կարիք չի լինի։ Հաստատի ավականոնիստը կայացավ, ոչ ոքի խնդիրները չլուծվեց, հարյուրավոր, նույնիսկ հազարավոր դիմումներ մնացին առանց լուծման, ավելին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խոստացավ, որ կարճ ժամանակում կծանոթանա, քանի որ չի հասցրել ծանոթանալ եւ այդ հարցերը նիստով կլուծի։ Բացարձակ սուտ չեղավ նիստը, հարցերը չլուծվեց, քաղաքացիների հարցերը մնաց, իսկ ինչ վերաբերում է սուբվենցիաներին եւ այն գումարներին, որոնք պետք է իրականացվեին մոտ 35 միլիոն դոլարի, ես հստակ հայտարարում եմ, որ համայնքային բյուջեում այդքան գումար չկա, թիվն էլ չէր համապատասխանում իրականությանը եւ 35 միլիոն դոլարի սուբվենցիաներ չեն էլ կարող իրականացվել։ Այսինքն նախընտրական շրջան էր, ավականոնիստով լուծվեց ոչ թե հիմնախնդիրները քաղաքի, այլ լուծեցին քաղաքական խնդիր։ Կայացավ նիստ, որի ժամանակ հայտարարեցին թիվ, բայց արդյունքում թիվը եւ գործերը միանշանակ չի կատարվելու եւ այդ պատասխանատվությունը իշխանության վրա է եւ համոզված եմ վանաձորցիները կհավաստեն իմ այն փաստը, որ իրենց խնդիրները այդպես էլ հազարավոր դիմումներ այդպես էլ առաջ չգնացին եւ լուծում չստացան։ Դուք Վանաձորի համայնքապետարանի նախկին պաշտոնյա եք եւ նաեւ մի կարճաժամկետ ժամանակահատվածում նաեւ Վանաձոր համայնքի ավականու անդամ, կարծեմ մեկ նիստի մասնակցել եք, որքան հիշում եմ, ձեզ որոշակիորեն պատասխանատու կամ մեղավոր համարում եք ձախողումների համար համայնքի հետ կապված։ Ես ինձ պատասխանատու համարում եմ, բայց մեղավոր ոչ, ասեմ ինչի, սա վարչապետի հանրահայտ ասույթի նման չեմ ասում, այլ ես ինձ պատասխանատվություն եմ կրել այն բաժնի համար, որը ղեկավարել եմ, եւ ասեմ այդ բաժինը այն բաժինն է եղել, որ եկամուտների հավաքագրման բաժինն է եղել, եւ 23 թվականից ես ինչ աշխատում եմ, որովհետեւ մեկը երբեք չի ասել, որ Վանաձոր համայնքի գումարները բավարար չեն իր արժեվ դրված խնդիրները լուծելու համար։ Ավելին, իմ ղեկավարության ժամանակ այդ գումարների հավաքագրող բաժնի թվերը կրկնապատկվել են։ Եթե մինչ ինձ հավաքագրվել է տարեկան 800 միլիոն դրամ, իմ ժամանակ հավաքագրվել է արդեն 1 միլիարդ 600 միլիոն դրամ։ Սա պաշտոնական թվեր են, բոլորն են տիրապետում, կարող են ճշտումներ անել եւ հավաստիանալ։ Իսկ ինչ վերաբերում է այդ խնդիրների չլուծմանը, ես պատասխանատու չեմ համարում, որովհետեւ դա իմ հետ կապված չի եղել։ Մենք գումարը հավաքել ենք, բայց խնդիրը չի լուծվել, որովհետեւ համապատասխան մարդիկ համապատասխան տեղում չեն եղել եւ ավելի նիստերի կայացման հետ կապված խնդիր մենք ունեցել ենք, բայց նիստերը քաղաքական ճանապարհով են լուծվել։ Վերջին նիստին ես մասնակցել եմ, հենց քվորում ապահովել եմ, նիստը կայացրել են, որովհետեւ մտածել եմ, որ կարևորը Վանաձորցու շահն է եւ Վանաձորների խնդիրների լուծումը։ Սակայն արդյունքում ստացվեց այնպես, որ իշխանության շահը բավարարվեց, նիստը կայացավ, սուբվենցիայի գովազդը տեղի ունեցավ, բայց վանաձորցիների ասել չլուծվեց։ Հարյուրավոր ավելին ասեմ 1200 դիմում մոտ մնաց անպատասխան եւ անորոշ մարդիկ չգիտեն։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է կատարում։ Կառավարությունը ապօրինի կառույցների օրինականացման համար ժամկետ է սահմանում, որը 1 տարվա ընթացքում քաղաքացին պարտավոր է անել։ Քաղաքացին գործ անում է, սկսում է, գալիս է նիստի հաստատման ժամանակ եւ այդ ժամանակ նիստով մերժվում է, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն դեմ է քվեարկում եւ այդ հարցերը մնում են անորոշ։ Հետևաբար քաղաքացին չի կարողանում իրականացնել այն գործառույթը, ինչը տվել է հենց կառավարությունը։ Այստեղ պարզ հստակ է, որ մարդիկ չեն տիրապետում իրենց գործառույթներին եւ այդ հարցերը կիսատ թողնելը վնասում է եւ համայնքային բյուջեի մուտքը չեն կատարվում եւ քաղաքացիների հարցերը մնում են անորոշ, անժամկետ, արժեվում էլ թիմ ընտրություններ, միգուցե արդեն մի տարի էլ հետաձգվի եւ չլուծվի։ Լավ, վերադառնանք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ ԲՀԿ-ն իրական ընդդիմություն է, թե սպասողական դիրքում է։ ԲՀԿ-ն իրական ընդդիմություն է այն առումով, որ այսօրվա իշխանությունները այնպիսի սխալ քաղաքականություն են վարել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ ամբողջ թիմը բազմից է ասել այդ հարցերի մասին, եւ ԲՀԿ-ն իրական ընդդիմություն է այսօրվա իշխանությանը։ ԲՀԿ-ն իրականում ուզում է այնպիսի ծրագիր իրականացնել, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե ասում են խաղաղություն, լինի խաղաղություն, բայց երաշխավորված։
Այսօր այսպեսի ասույթ կա, որ ասում են, եթե իշխանությունը փոխվի, պատերազմ է լինելու, ես ավելին կարող եմ ասել, եթե իշխանությունը չփոխվի, այդ ժամանակ է պատերազմ լինելու, որովհետև Բարգավաճ Հայաստանը բոլորից շատ է ուզում, որ խաղաղություն լինի, բայց մեզ խաղաղություն պետք չէ Ադրբեջանի երաշխավորությամբ։ Մեզ խաղաղություն պետք է այն երկրների երաշխավորությամբ, որոնք դրա լիարժեք հնարավորությունը ունեն։ Մենք գտնում ենք, որ խաղաղությունը պետք է երաշխավորված լինի եւ երկարաժամկետ, այլ ոչ թե զուտ բառերով հիմնավորված։ Ինչպես կարող ենք խոսել խաղաղության մասին, եւ ցանկացած օր եւ ցանկացած պահի այդ պատերազմի վտանգը մեր մոտ կա, որևէ երաշխիք, բացի Ադրբեջանի Հանրապետության երաշխիքները, որը ասում են իշխանությունները, այլ երաշխիքներ չկան։ Մենք ունենք ռազմագերիներ Ադրբեջանի Հանրապետությունում եւ նման իրավիճակներում խոսել խաղաղության մասին, պարզապես դա ծիծաղելի եւ իրատեսական չէ։ Մենք առաջարկում ենք, որպեսզի խաղաղությունը երաշխավորված, այսինքն ապահովագրված այն պետությունների կողմից, ովքեր ազդեցություն ունեն այս գործընթացի վրա։ Ավելին, այլ ծրագրի միջոցով Բարգավաճ Հայաստանը միայն խաղաղության թեմայով չէ, ընդհանրապես տնտեսության զարգացման, գյուղատնտեսության զարգացման, մնացած հարցերով նույնպես իրական ընդդիմություն է, եւ մենք հստակ հարց ենք տալի իշխանություններին։ Եթե մարդիկ 3 տարի եղել է կորոնավիրուսային հիվանդություն, պատերազմ, եւ մարդիկ չեն կարողացել գումարներ վաստակել, ինչի՞ չեք մարդկանց ազատում մինչեւ 3 միլիոն դրամ գոյություն ունեցող վարկերից, համաներում տալիս, պետությունը վերցնի իր վրա այդ պարտականությունը, փոխհատուցում տա եւ մարդիկ կարողանան շնչել, որովհետեւ իրականում եթե կա կորոնավիրուսային վիճակ, պատերազմական վիճակ, մարդիկ տարով տնից դուրս չեն եկել կամ երկար ժամանակ պատերազմ եղել, պետությունը պետք է ամեն ինչ անի քաղաքացիների հոգս թեթևացնելու համար, այլ ոչ թե պետությունը ասի, որ մենք ճանապարհներ ենք սարքում, բայց մյուս կողմից գան, ընդամենը մեր փոքր Վանաձորում տասնյակ մարդկանց վրա 200-300 միլիոններ վարչարության միջոցով մեծ գումարներ գրել վճարել տալու միջոցով այդ մարդիկ բիզնեսները փակեն Հայաստանից գնան։ Իսկ Բարգավաճ Հայաստան տնտեսությունը միջին եւ փոքր բիզնեսի խրախուսման լուրջ ծրագրեր ունի։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է արդեն որոշակի ժամանակ է, ինչ ընթացքի մեջ է, բայց հիմնականում միմյանց վիրավորելու վրա են հենվում ընտրությունների մասնակիցները, քաղաքական ծրագրերի վերաբերյալ որևէ մեկը հիմնականում լուրջ առաջարկներով հանդես չի գալիս, եթե կան էլ, ապա չի ներկայացվում ըստ արժանվույն բնակչությանը, որպեսզի մարդիկ հասկանան ինչի համար են ձայն տալիս այս կամ այն թեկնածուին, ինչ եք անելու դուք, որ նախկինում չի արվել։ Տեսեք, նախ առաջի հերթին մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ մենք այլ կուսակցությունների կամ քաղաքական մրցակիցների նկատմամբ ցեղ շպրտելու գործընթաց չենք իրականացնելու։ Մենք խոսում ենք փաստերով եւ մեր լուծումներն ենք առաջարկում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը տարբերություն իր հասցեին ուղղված քննադատություններ, որ ընդամենը 3 էլ մենք տեսանք, որ որոշ մարդիկ արդեն ընտանիքի անդամների են վիրավորում, մեր պատասխանը շատ ճիշտ է, շատ տեղին է եւ մենք երբեք այդ դաշ չենք մտնելու, ցեղ չենք շպրտելու մարդկանց վրա, բայց իրականությունը ներկայացնելու ենք որպես իրականություն։ Մենք ներկայացնելու ենք խնդիրը եւ միաժամանակ լուծումները։ Այսինքն մենք որևէ բան չենք անելու ցույց տալու համար։ Իսկ այդ նման գործելավեճը, երբ որ մարդիկ չեն կարողանում իրենց քաղաքական խոսքը կամ քաղաքական ընտրություններ ներկայանալ քաղաքական ծրագրով, ստիպված իրանք սկսում են, որ իրանք շատ են սիրում, որ իրանք առանց իրանք կյանք չունեն, որ իրանք լավ սուրճ են հյուրասիրում, որ իրանք լավ թեյ են հյուրասիրում, որ լավ խորոված են ուտում քարոզարշավին։ Այդ անում են, որտեղ իրենք ասելիք չունեն։ Որտեղ ես որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության համակիր եւ քարոզչությամբ զբաղվող անձ, ես հրավերել եմ Արեբանավեճի եւ քաղաքական կուսակցություններին, ասում եմ, եթե դուք համամիտ չեք իմ դիրքորոշումների հետ, համեցեք, խնդրեմ, քննարկենք քաղաքական ընտրություններ, քաղաքական խոսակցություն ունենանք, քաղաքացիները թող նայեն եւ ես դիրքորոշումները հայտնեն։ Երբևէ մոտ օրերս արձագանք չի եղել, չեմ էլ կարծում ճիշտն ասած, որ իրենք դրան պատրաստ կլինեն եւ կգան կզրուցեն, բայց դա պարտադիր պահանջ է, որ քաղաքական ընտրությունների ժամանակ քաղաքացին ընտրի քաղաքական խոսքը լսելիս, այլ ոչ թե սրա նրա խորոված ուտելը նայելով կամ մարդկան ջերմ պաչելով, համբուրելով նման գործելավոճով։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս ընտրությունների քարոզարշավը անցնի այդ ենթատեքստի մեջ եւ մեր բակային թաղամասային եւ համայնքային հանդիպումները միայն դա են լսում։ Մենք բազմաթիվ խնդիրներ ենք լսում եւ ուզում ենք այդ հարցերը նաեւ իշխանության ներկայացուցիչներին տալ։ Օրինակ, ինչի համար մենք պիտի գնանք Դարպաս համայնք եւ Դարպաս համայնքում մեզ ասեն, որ կոյուղին արդեն 5 տարի է այս ամբողջ թաղամասի չի աշխատում։ Այդ մարդիկ լուրջ խնդիր ունեն,
Բայց այդ մարդկանց գնում են դարպաս համայնքում 3 հոգու են նկարվում, իրար գրկում, գրկախառնվում, գալիս ասում ամեն ինչ լավ է, բայց փոքր համայնքում մոտ 150 մարդ այդ խնդիրը ունի։ Եթե այդ հնարավորությունը մեզ չտրվի, մենք իհարկե միակողմանի ստիպված կներկայացնենք, իսկ հնարավորությունը տրվելու դեպքում հարցերը կտանք, թող պատասխանեն։ Ժողովուրդն է կորոշի։ Եթե իշխանություն ստացաք, որոնք են այն 3 առաջնահերթ խնդիրները, որ կլուծեք առաջիկա տարիներին։ Առաջի հերթին իշխանություն ստանալու դեպքում Բարգավաճ Հայաստանը ապահովելու է երաշխավորված խաղաղություն Հայաստանի Հանրապետության համար, արդեն ասացի ինչ պայմաններով։ Երկրորդը սոցիալական արդարություն, այսինքն քաղաքացին պետք է իմանա, որ ինքը ապահովված է պետության կողմից։ Ոնց ես արդեն նշեցի։ Մեկ քայլն էլ նաև նա է, որ եթե վարկեր ենք տրամադրում առևտրային բանկերի միջոցով, լինում է ֆորս մաժորի ժամանակ պետք է կայնել մարդկանց կողքին, այլ ոչ թե բանկերի։ Պետք է մարդկանց օգնել այդ ֆինանսական դժվարությունները հաղթահարել։ Եվ երրորդ ամենակարևոր դրույթը նա է, որ կրթության Բոլոնիայի ծրագիրը մեզ համար անընդունելի է։ 12-ամյա կրթությունը պետք է փոխվի 10-ամյա կրթության, որտեղ մենք տեսնում ենք, թե կրթության բնագավառում ինչ տոտալ քաոս է տիրում եւ ցանկացած ծնող, ցանկացած մարդ, ով շփվում է այդ բնագավառի հետ իր մեջ եւ լսելով այս խոսքը հաստատ կհամաձայնի, որովհետեւ այդ բնագավառները մեր համար մեր ապագան են։ Մենք չենք կարող այսօր անտարբեր լինել կրթությանը, անտարբեր լինել մեր քաղաքացու ֆինանսական հնարավորություններին։ Մենք չենք կարող ասել, որ անգրագետությունը մատամարկանց գլխի մեջ է, քանի որ մենք առևտրային բանկերի միջոցով արդեն երկար տարիներ թալանում ենք այս մարդկանց։ Եվ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իշխանության գալու առաջի քայլերը լինելու է առաջի հերթին երաշխավորված խաղաղություն հաստատելը, սոցիալական արդարությունը եւ կրթական բնագավառի փոփոխությունները։ Իսկ մեզ համար туриզմը որպես շատ կարևոր գործոն մենք արդեն նշել ենք, որ դուք տեսել եք պարոն Ծառուկյանի կողմից Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանն է կառուցվում, որը շատ մեծամասշտաբ ծրագիր է, բայց նպատակը այդտեղ բիզնես է, չէ, այլ նպատակը Հայաստանում туриզմի զարգացումն է։ Միլիոնավոր մարդիկ գալու են Հայաստան, այլևս չեն գնալու այլ երկիր, օրինակ Բրազիլիա, գալու են Հայաստան եւ ամեն տուրիստ իր հետ բերելու գումար, որից օգտվելու ենք մենք բոլորս։ Ծախսվելու է Հայաստանի Հանրապետությունում, ինչը բերելու է շատ լուրջ դրամական մուտքերի ներհոսք դեպի Հայաստան, туриզմն է զարգանալու, ինֆրաստրուկտուրաներն են զարգանալու, այսինքն մենք ինչ ասում ենք, արդեն մի մասը արել ենք։ Հիմա արդեն Հատիսի լեռը կառուցվում է, ինչ իսկ իշխանություն ունելու դեպքում իհարկե արդարությունը վերականգնվելու է։ Լավ, պարոն Ավեզյան, ձեր ամբողջ ներկայացրածը իհարկե գեղեցիկ է հնչում, սակայն քաղաքացին ասում է ընտրությունից ընտրություն, ես նույն խոստումներն եմ լսում, բայց ո՞րն է լինելու տարբերությունը, որը տեսնելու է քաղաքացին։ Քաղաքացին ճիշտ է ասում, որովհետև քաղաքացուն տենց են ասել եւ տենց են խաբել 8 տարի, որտեղ երբ որ մենք իշխանությունն ասում ենք 8 տարվա ընթացքում ասեք մի հարց, որ դուք ասել եւ արել եք, իրենք մեզ ասում են ընդհանրապես ճանապարհները եւ ինչ որ մանկապարտեզներ են կառուցել։ Բայց ուզում եմ մի բան արձանագրենք, որ 8 տարի առաջ մեր պետական պարտքը եղել է 4 միլիարդ, հիմա 14 միլիարդ է։ Այսինքն պետական պարտքի հաշվին կառուցելը դա որևէ մեկին լավություն անել չէ։ Ինչ վերաբերում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, մենք միջև ընտրություններ ենք սկսել։ Նույն Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը, մենք միջև ընտրություններ ենք սպորտի բնագավառի, պարոն Ծառուկյանի անընդհատ հովանավորելը եւ հաջողությունները միակ բնագավառն է, որում ամենաշատ հաջողությունն է Հայաստանը գրանցել։ Մենք միջև ընտրություններ ենք ամբողջ վերջին 20 տարվա ընթացքում գյուղատնտեսությանը օգնել, այսինքն մենք ընտրությունների ժամանակ ընդհանրապես մարդկանց ասում ենք տվեք ավելի իշխանություն եւ մենք ավելի շատ ձեզ օգնենք։ Մենք չենք ասում տվեք իշխանություն, սկսենք ձեր մասին մտածել։ Հունիսի 8-ին էլ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտածելու բնակիչների մասին։ Բայց ցավոք սրտի այսօր իրականությունն այնպեսին է, որ երբ մենք ենք հարցնում որպես ընդդիմություն, ասում ենք 8 տարվա մեջ, ասեք մեկ հարց, որը կարգավորվել է, մեզ միայն ասում են ճանապարհաշինություն, բնակարանաշինություն, ասֆալտ եւ կառուցում։ Ասում ենք օքեյ, բայց դա էլ պարտքի հաշվին։ Տնտեսությունը չի զարգացել, տնտեսական աճ չի գրանցվել, ավելին կարող եմ ասել ձեզ, որ բազմաթիվ քաղաքներում, այդ թվում Վանաձորում, մանր բիզնեսը ընդհանրապես վերացել է։ Մանր բիզնեսը հիմա գոյություն չունի։ Իսկ մեր դիրքորոշումը նա է, որ Հայաստանի Հանրապետության մանր բիզնեսը պետք է լինի շարժիչ ուժը, խթանը, այլ ոչ թե մենք պետք է շեշտ դնենք խոշոր բիզնեսի վրա, որտեղ մանր բիզնեսը ներգրավում է ավելի շատ քաղաքացիների։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս ընտրություններին ինչ նոր դեմքեր եւ մոտեցումներ է բերում։
Հարգարժան Հայաստան կուսակցությանը այս նոր ընտրություններին բազմաթիվ համամասնական ցուցակում նոր մարդիկ կան, երիտասարդ թիմ կա, առաջի հերթին առաջարկ Հայաստանին ծրագիր կա, որը լավագույն մասնագետների կողմից է մշակվել, եւ հարգարժան Հայաստան այս ընտրություններին շատ լուրջ տրամադրված է մասնակցում, քանի որ իր թիմում ունի մարդիկ, ովքեր ի վիճակի են այդ ռեսուրսները մտավոր եւ իրենց գիտելիքի օգտագործել իշավ Հայաստանի Հանրապետության, որտեղ ցանկացած ընտրության ժամանակ կարևոր ռեսուրսը մարդն է։ Եթե մենք հիմա նայենք մեր հետ մասնակցող կուսակցություններին, ես օրինակ հստակ հայտարարում եմ, Բարգավաճ Հայաստանի անունից պատրաստ եմ գալ, բանավիճել, քննարկել, մեր տեսակետը սխալ լինելու դեպքում լսել իրենց դիտողությունները, բայց հակառակ կուսակցությունները փորձում են ժողովրդի հետ առանձնական հանդիպումների ինչ-որ բաներ համոզելու, ցուցադրելու կամ շոուների միջոցով ձայներ հավաքել, ինչը մեզ համար անընդունելի է։ Մենք մեր առաջարկ Հայաստանի ծրագիրը ամեն դեպքում մասնագիտական շատ լուրջ վերլուծությունների արդյունքում բերել ենք, ներկայացրել ենք եւ համոզված ենք մեր հաղթանակի եւ մեր հաջողության վրա եւ որքանով կտրվի այդ իշխանությունը, այնքանով այդ ծրագիրը կիրականացվի։ Բայց կարծում եմ քաղաքացիները այս անգամ չեն սխալվի եւ արդեն ճիշտ ընտրություն կատարեն իշահ իրենց։ Վերջում էսպիսի մի հարց. Եթե քաղաքացիները հիասթափված են բոլոր քաղաքական ուժերից, ինչու պետք է ձայնը տան հենց ձեզ։ Ես համոզված եմ, որ քաղաքացիները հունիսի 7-ին պետք է իրենց ձայնը տան համար 7-ին, եթե հիասթափված են, եթե հիասթափված էլ չեն, ուսումնասիրելով մեր թիմը եւ մեր ներկայացած ծրագիրը, իրենք դա պետք է ասելով, ես ուզում եմ, որ իրենք անեն, որովհետեւ Բարգավաճ Հայաստանը նորից եմ կրկնում 2006 թվականից սկսած եւ սկսել էր գործունեություն, երբևէ քաղաքացիներին նեղ ժամանակ, այսպես ասած, չի թողել, չի խաբել, իշխանություն չի եղել, իշխանություն եթե եղել է նույնիսկ մաս է կազմել իշխանության շատ կարճ ժամանակահատվածում, այդ ժամանակահատվածում ցույց է տվել իր հոգատարությունը քաղաքացիների հանդեպ։ Հետևաբար ես կարծում եմ, որ հունիսի 7-ի ընտրությունը եւ համար 7-ի ընտրությունը կոնկրետ մեր քաղաքացիների համար ընդունելի պետք է լինի եւ ավելին ամենակարևորը, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում ցանկացած պաշտոնյա, ցանկացած մարդ զբաղվելու է այն աշխատանքով, որը ինքը կարող է։ Մեր մոտ չի լինելու, որ գնա անասնաբույժը կրթական բնագավառը ղեկավարի, բժիշկը գնա այլ բան աշխատի, չգիտեմ, որևէ պաշտոնյաներ իրենց տնից մեկ ամսում հայտնվեն ամենաբարձր մակարդակում եւ նույնիսկ իրենց աղյուսակը չգիտեն մաթեմատիկա։ Այդպիսի բաներ Բարգավաճ Հայաստանում չի լինելու եւ հետեւաբար հունիսի 7-ին ես համոզված եմ, որ համար 7-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը արդյունքը կգրանցի եւ հետագայում նույնպես ավելի մեծ ծրագրեր ունենք Վանաձորի եւ Հայաստանի Հանրապետության հետ կապված, որովհետեւ անմիջապես հետո թիմ ընտրություններ են եւ այդ թիմ ընտրությունները նույնպես Բարգավաճ Հայաստանը իր մասնակցությունը ունենալու է։ Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար։ Լոռի հեռուստաընկերության եթերում իրողություններ։ Կհանդիպենք։